Ալլահն ով է։ Եթե ուզում ենք ճանաչել Ալլահին, ապա պարտավոր ենք կարդալ Ղուրանը։ Վեհաշնորհ Ալլահը իրեն Ղուրանում ինչպես է ներկայացրել, մենք հենց այդպես էլ պետք է ճանաչենք նրան։ Շատ գեղեցիկ արաբերեն արտահայտություն կա, ուզում եմ փոխանցել իմ եղբայրներին, Ալլահի մասին ինչ էլ մտքովդ անցնի, իմացիր Ալլահը դա չէ։ Շուրա սուրա 11-րդ այաթը արդեն այս հարցում մեզ համար սահմանափակում է ստեղծում։ Նրա նման ոչինչ չկա, նա լսող է և տեսնող։ Շուրա սուրա 11-րդ այաթ համեմատես, իմացիր Ալլահը դրա նման չէ։ Ուրեմն, մենք վեհաշնորհ Ալլահին կարող ենք ճանաչել այնքանով, որքանով նա իր էությունը և հատկությունները Ղուրանում նկարագրել է։ Ահա նրա մասին մեզ տեղեկացնող այաթներից մեկը, Բaqara սուրա 225-րդ այաթ, Այաթ ալ-Կուրսի։ Ալլահ նա այլ աստված չունի, նա կենդանի է, մնայուն է, ոչ նիր հեպատում, ոչ կուն, նրան է պատկանում այն ամենը, ինչ կա երկնքում և երկրում։ Ով կարող է բարեխոսել նրա մոտ առանց նրա թույլտվության։ Նա գիտի նրանց անցյալն ու չեն կարող ընկալել, բացի այն, ինչ նա կամենա։ Նրա գահը ընդգրկում է երկինքը և երկիրը, նրանց պահելը և պահպանելը նրան ծանր չէ։ Նրա բարձր է, մեծ է։ Ալի Իմրան սուրա 26 և 27 այաթներ։ Ասա ով թագավորության Տեր Ալլահ, դու իշխանությունը տալիս ես ում կամենաս և վերցնում ես նրանից, ում կամենաս, դու փառավորում ես ում կամենաս և խոնարհեցնում ես ում կամենաս։ Ամեն բարություն քո ձեռքում է, անշուշտ դու ամենակալ ես։ Դու գիշերն ես միացնում օրվան և օրը գիշերվան։ Դու կենդանի ես դուրս բերում մահացածից և մահացածը կենդանիից։ Դու տալիս ես անսահման օրհնություն ում կամենաս։ Ալի Իմրան սուրա 26-27 այաթներ։ Իխլաս սուրա։ Ասա, նա Ալլահը միակն է։ Ալլահը Սամեդ է։ Բոլորը կարիք ունեն նրա, բայց նա ոչ մեկից կախված չէ։ Նա չի ծնունդ տվել և չի ծնվել, և ոչինչ չկա նրա նման։ Իխլաս սուրա 9-4 այաթներ։